Բժիշկի հիվանդին ասում է, կյանքում չգիտակցված քայլեր արել ես։ Ասում է, չէ։ Ասում է, իսկ ամուսնացած ես։ Ասում է, դե նոր ասացի էլի, չէ։ Երբ տղամարդը շատ փող է աշխատում, ուզում է, որ լիքը կանանց հետ հանդիպելի։ Երբ կինն է շատ փող աշխատում, հասկանում է, որ առանց տղամարդ էլ կարա գլուխ անի։ Երկու ընկեր խոսում են, մեկը մեկին ասում է, արա ընկեր, նոր կնգաս հետ խոսում էի, ասեցի կնիկ։ Չեմ ուզում էլի մենակ լնես կնիկս, ուզում եմ դաժե ընկերս լնես։ Ասում է սուս-պուս գնաց, խալաձելնիկի ծարավը հանես, թթու վարունգը հանես, լցրեց բաժակները ու սկսեց ընկերականով պատմել, թե ոնց է իր մարդուց զզվում։ Մեկը մի հատ աղջիկ է խոսցնում, ոբշեմ բան ասում է, դե արի ձևական բաների հետևից չընկնենք, ծաղիկներ, մոմներ, ռոմանտիկա, չգիտեմ ինչ, ասում է, արի այդ ամեն ինչ առաջ տանք, էլի ինչ կլինի։ Աղջիկը ասում է, համաձայն եմ, չէ ժամանակը առաջ տանք, բայց իմ ուզած չափով կլինի, ասում է, այսինքն։ Ասում է, դե այսինքն այնքան առաջ տանք, որ գա այն պահը, որ քեզ արդեն ռադ եմ արել իմ կյանքից։ Երկու ընկեր խոսում են, ասում է, ապետ կնգաս բրիլյանտի քարերով ոսկի մատանի եմ առել։ Էս մի շաբաթը հետս չի խոսում։ Ասում է, ոնց արա, այդքանից հետո հետդ չի խոսում։ Ասում է, դե բրատը տենց էինք պայմանավորվել։ Կինը խաղողի պես սպան է, մշակում ես, դառնում է թույն գինի, անուշադրության ես մատնում, թթվում է վրետ, անտեսում ես, դառնում է